Ողջույն բարեկամներ։ Միջև հաղորդում սկսել ես զզում եմ հիշեցնել, որ անպայման սեղմում ենք հիմա լայքի կոճակը, տարածում ենք եւ այսօր շատ բաներ ենք իրար հետ խոսալու։ Շատ հարցեր կային այսօր, որ մենք ստանում էի Նյու Յորքում կայացած ընտրությունների հետ կապված, թե դա մեր վրա ոնց է անդրադառնալու, ես դրա անպայման կանադառնամ, բայց ամենավերջում, ինչպես միշտ գիտեք, որ ես ամենալավ բաները թողում եմ վերջում, որ ժամանակ մնա դրանց համար։ Իսկ ուզում եմ ամենակարևոր բանով սկսել ինֆորմացիայով, մինչ Հայաստանում չգիտես կառավարությունը ինչով է զբաղված, կառավարություն կոչված է իհարկե, լակոտակրատիան ինչով է զբաղված, Ադրբեջանը գնում է վերջի սերունդի զենքերը, այս անգամ Չինաստանից։ Ոչ ավել, ոչ պակաս, 25 թվի արդեն արտադրության, որ առաջին անգամ է ցուցադրվել Աբու Դաբիում, այդ զենքերն արդեն այսօր Ադրբեջանում են։ Ինչ է դա իրենց ներկայացնում։ Հեռահար հրթիռներ S300 PMU 2 ապավումով, որոնք համրթիռներն են, համ կարող են ծածկել ամբողջ օդային տարածքը ընդհուպ Հայաստանի։ Ու սա վերջին մոդելի արտադրությունը, որը Ադրբեջանը ուղղակի գնել է Չինաստանից։ Սա մասնագետները միանգամից նշում են Բելգիայի մասնագետները, ու այս հոդվածը բանում է, Հաքին Ազիցը։ Բելգիայի մասնագետները նշում են, որ սա կտրուկ փոխում է տարածաշրջանում բալանսը երկրների միջև։ Հայաստանում այդ մասին լռում են։ Մենք այդ մասին իմանում ենք Հաքին Ազից եւ Բելգիայի վերլուծաբաններից։ Հիմա գանք Հայաստան։ Ես երեք ասել էի, որ իբր Ղազախստանից ցորեն են բերել, ռուսական ցորեն են բերել, հա, ինձ բան էին ասում, մեղադրում են, որ ինֆորմացիան ճշտված է, որ դա ղազախական ցորեն է։ Ժողովուրդ ջան, կարող է դա ղազախական ցորեն է, ուղղակի ես ասում եմ ինֆորմացիան ինչ որ կա, տարածված է ռուսական ցորեն, կարող է եւ Ղազախստանը ունի ցորեն տալու կամ վաճառելու, ես չգիտեմ ինչ պայմանագիր ունի Հայաստանը Ղազախստանի հետ, թե ոչ, ամեն դեպքում ասում են դա ռուսական 1000 տոննա ցորեն 15 բեռնված վագոններով, բայց դա չի խնդիրը ռուսականա թե ղազախականա, բայց խնդիրն է, որ ցուցադրում են, որ սա ձեռքբերում է, այսինքն դու քո սննդային անվտանգությունը կապում ես քո թշնամու ճանապարհի հետ ու դա համարում ես ձեռքբերում, այսինքն եթե հիմա Ալիևի պետքա Նիկոլին օգնելը, ինքը թույլ կտա այդ ճանապարհով գա։ Այն էլ հարցը, դա կարող է այդ ճանապարհը արդյոք աշխատում է։ Նախիջևանի ճանապարհը աշխատում է, այս ճանապարհը կա թե չէ։ Ոնց է եկել սա։ Ես չեմ պատկերացնում։ Եթե չկա ճանապարհը, եթե թունելները սարքած չի, սա ոնց է եկել։ Սա մեծ միֆ է ինձ համար։ Եվ ամենակարևորը, նույնիսկ եթե ճանապարհը կա, արդեն կարող է գա, դա մի ճանապարհ է, որը գտնվում է թշնամու ձեռքում։ Ո՞նց եմ կրկնում, թշնամու, որտեղ դպրոցներում սովորեցնում են հային ոնց պետքա սպանել։ Եվ սա ներկայացնել ձեռքբերում, հա, ոնց որ մեկը իր տան բանալիները տա թշնամի հարևանին, գնա հանգիստ քնելու ու ինքը համարի, որ իր անվտանգությունն ապահովված է։ Եթե այդ կարգի անմերսունակ կա, խնդրեմ դա իր գործն է, թող դա ինձ ապրի։ Այս փասի նշումը սրան է ուղված, ոչ թե կոնկրետ սորենը ռուսականա թե ղազախական։ Ես չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա։ Ամենայն դեպս ասում եմ, որ սա ռուսական սորենն է։ Եվ այսպես լսենք Ոչուբալով Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Եվ միմյանց չեն հակասում։ Հերողություն եմ խնդրում, քանի որ բարձրախոսը դեռևս այնտեղ է, պարոն Քալեջի։ Իսկապես, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ երբ դա վերաբերում է փոխկապակցությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է։ Ես կարող եմ հասկանալ, որ երբ ասում են հիմնական սկզբունքները համաձայնեցված են, դա է նաև վերաբերվում է, որ Ադրբեջանը իրավունք ունի ասել, որ Սևանը դա Ադրբեջանն է, մենք գալու ենք մինչև Երևան, դուք էլ հիվանդ եք, որպես հասարակություն։ Ես կարող եմ ենթադրել, որ այդ խաղաղության մի մասն է դա, եւ դա մտնում է խաղաղության մեջ։ Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, համատեղության կարգով ագենտ Օմեգա, ԱԱՑ։
պայմանագիրը խաղաղության նախաստորագրված է, բայց այս ամեն ինչով հանդերձ մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման, եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բացատրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև ամեն ինչ կարգավորված է, մնացել է քաղաքացիների մեջ հարաբերությունները։ Ադրբեջանը միջև ատամները զինվում է, հայտարարում է իր գրավելու մասին, պատրաստում է 500,000 փախստականներ մուծելու Հայաստան, իր բառերով փախստականներ։ Եվ սա մնացել է երկխոսության հարցը։ Եվ արդեն այսօր այդ երկխոսության մասին սկսել էին խոսալ քպայական մետաստազները։ Լսենք շնորհ։ կապերը երկու հասարակությունների միջև կապերը եւ նաեւ պետք է ընդունենք եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին Անշուշտ ժամանակ է պահանջելու մանավանդ մի երկրի հետ, որտեղ դպրոցներում սովորացնում են ինչ պարտադիր է եւ ինչ կարեւոր է հայ սպանելը։ Իրանք պատրաստում են մարդասպանել, սրանք խոսում են հաշտեցման մասին։ Հասարակությունը նախապատրաստում մեռնելու։ Հայաստանը նախապատրաստվում են մեռնելու։ Նրանք սովորացում են սպանել, սրանք նախապատրաստում են սպանվել։ Դա է կարծես։ ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որը հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ շատ թարմ են մեր վերքերը Արարատ Միրզոյան, ոչ մեկ չի մոռացել, որ դուք դիտավորյալ մի ամբողջ ժողովուրդ տարաք սպանելու։ Ոչ մեկ դա չի մոռացել, դու ճիշտ ես նշում, այդ վերքերը թարմ են, բայց դրանք ադրբեջանցիների հետ քիչ կապ ունեն։ Այդ վերքերը թարմ են, ու այդ վերքերի պատասխանատու մեղավոր դուք եք։ Ադրբեջանը մեր թշնամին։ Ճիշտ ես մտածում, որ մտածում ես մեր վերքերը թարմ են։ Ժամանակ է պահանջվում եւ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում եւ քաղաքացիական հասարակությունների միջև կապերը եւ շփումները շատ կարեւոր են։ Այդ պատճառով այդ կապերը մենք ուշադրություն ենք դարձնում նրան, մենք հասկանում ենք նաեւ Ադրբեջանի ընկալումն է այդպես օրեր առաջ տեղ ունեցան քաղաքացիությունների եւ շփաթներ գուցե առաջ տեղ ունեցան քաղաքացիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում, հենց հիմա այս լսարանում Բա գիտե հիշում եք չէ՞ քաղաքացիության ներկայացուցիչները ովքեր էին։ Նույն Ալիևի ագենտները, որոնք փակել են Շուշիի ճանապարհը։ Իրանք ագենտներով, դեսա KGB ագենտնա, իմջելոց, նույնիսկ հիշեցնեմ Ժորժը։ Ես գիտեմ, որ բան կա, տեսակ կա, որ Իրան ինչ ուզում ես ասա։ Ինքը եթե մի բան սովորել է ժամանակին, վերջ նրանց ենքոմ բան չի ուզում տեսնել։ Հայաստանը չունի KGB, չունի ԱԱՑ։ Հայաստանի ԱԱՑ-ն դա ռուսական ԱԱՑ-ի մասնաճյուղն է, որտեղ նույնիսկ ԱԱՑ-ի ստեղծման օրը նշում են դեկտեմբերին, Ձերժինսկու ծնունդի օրը։ Չեկայի օրը Հայաստանի ԱԱՑ-ի տոներից մեկն է։ Ես գիտեմ, որ շատերին դժվար է այսի հասկանալ։ Ես իհարկե չեմ կարող հասկանալ ինչի է դժվար, բայց տեսնում եմ, որ դժվար է։ Երբ որ ես սրանք նշում եմ, ասում են դու լավն ես, կարող է, ես էլի, բայց շատ հակառուսական ես։ Ես փաստը ասում եմ, մեկ ասում է, կարելի է մտածել ես նաև հակաամերիկյան եմ, ես մեկ էլ հակաֆրանսիական եմ, հակահրեական եմ, հակառուսական եմ, մեկ նույնիսկ հակահայկական եմ։ Այդպես ամեն ինչ կարելի է մտածել։ Ես ընդամենը փաստերն եմ ասում։ Ինձ որպես երաժիշտ, որպես մտածող, որպես ուսումնասիրող մարդ եւ մի կեսել մաթեմատիկա, փաստերը շատ ավելի կարևոր են, քան իմ ընկալումները, իմ ճաշակը, իմ պատկերացումները, իմ համոզմունքները նույնիսկ, որովհետեւ ես ի տարբերություն շատերի, ես փաստը չեմ կարող բանանել, անտեսեմ։ Ես փաստը չեմ կարող արհամարել։ Հենց դու փաստը արհամարում ես, փաստը մի հարմար պահից ինձ մի հատ ընենց ապտակում։ Ասում եմ, բայց դու տեսել ես, չէ՞ սա։ Ես տեսնում եմ, որ մարդիկ այտենց են ապրում, ես ինձ այտենց չեմ կարող թույլ տալ։ Եվ այսպես նույնիսկ հիշեցնեմ, Հայաստանը չունի ԱԱՑ։ Հայաստանի ԱԱՑ-ն պատկանում է ռուսական FSB-ին։ Եվ սա համարվում է ռուսական ԱԱՑ-ի աշխատող։ Բարձր։ Եվ ինչպես բոլոր ԱԱՑ-ի աշխատողները Հայաստանում։ Բոլոր անխտիր։ Եվ ոչ միայն ԱԱՑ-ը։ Բանակից սկսած,
Բոլոր ուժայինները ենթարկում են Ռուսաստանին։ Ոչ ուղիղ, բայց դες ենթարկում են։ Հիշեցնեմ միջև այս 2 տարի առաջ նրանք թոշակի հույս ունեին եւ միջև 2 տարի առաջ ով բան էր անում թոշակի էր գնում Հայաստանում Ռուսաստանից թոշակ էր ստանում դժվար է դա չգիտեմ պատկերացնել դա ես չեմ մեղավոր ժողովուրդ ջան դա կա դա փաստա մի խոսքով ինչ ես ուզում ասեի ագենտը KGB-ի MUS ագենտներին որոնք փակել էին Շուշին ինժեներներ էլ բան էին ինչ է բնապահպան իր համար քաղաքասարակությունը ինչպես ինքը ասենք արտգոս նախարար ագենտ Օմեգան հիմա արտգոս նախարարը այն ժամանակ բանը չգիտեմ ուրիշ բան էր բայց ինքը մեկ է իր բնույթով ագենտ է ինչպես իր քաղաքասարակության ներկայացուցիչ ներկայացած Ալիևի ագենտները հիմա սա բարձրացած թեմաներին արդեն որ շփում պետք է լինի արդեն միանգամից արձագանքում են ՔՊ մետաստազները, այսինքն ՔՊ որ մետաստազ ասում են, դա այսօր են իրան ՔՊ, բայց կոնկրետ այս պարագայում Սերգեյ Բագրատյանը դա ՔՊ չի, հանրապետական, բարգավաճ, ընդ որում սա այն բարգավաճ կուսակցության անդամն է, որը Ղազագիր էր տվել, սա Ղազագիր ստորագրած Ծառուկյանին, մոտ քֆուր կերած մեջը Սերգեյ Բագրատյանն է, բայց վաղը կարաբան լինի, հացիպե յա Նատաշա, ինքը վաղը կարող Նատաշա լինի, իրա կյանքի բնույթով է ինքը Նատաշա, այդ կադևո չի այսօր ինչ կուսակցության շարքերում է, ինքը բնույթով Ղազագի ստորագրող, մոտ քֆուր ուտող, եթե խախտի, հետո անցնող, Նատաշա Սերգեյ Բագրատյանն է, որն ասում է, մենք էլ ենք մեքենայով գնալու Բաքու, բա Փաշինյանն էլ այնտեղ ելույթ կունենա, այսինքն սրանք արդեն բասացում են թե ինչի պետքա Ալիևը մեքենաներով գա Երևան եւ ելույթ ունենան։ Նախկին բարգավաճ Ղազագի ստորագրած մոր կփուտ կերած Նատաշա Բագրատ Սերգեյ Բագրատյանը։ Եվ ոչ միայն սա։ Նաեւ սա Հասմիկ Հակոբյանը նույն ճանապարհը անցած։ Նույն Հանրապետական օրինաց երկիր ու ԿՊ Էլ չեմ ասում այդ արանքներում ինչ ինստանցիաներ անցել։ Այսինքն ասում օրինաց երկիր դա նու պատկերացեք այնտեղ քանի level կա, այդ level-ները պետք է անցնել բոլորին հերթով, հա, որ միտեղ հասկանան, լավ, դու միջև որտեղ կարողացած բավարարեիր, որ քեզ պահեն, այսօր էլ Ալենի մոտ իրենք էլ նույն ձեն բանն են ասում, արդեն պետք է կրկնեն, չէ Ալիևին։ Սրանք Ալիևի խոսնակներն են։ Ալիևի, Արադ Միրզոյանի, այսինքն Ալիևն ասում է, Նիկոլիս միջև վերջի պուտանկեն, վերջի Նատաշան, հա, ոսանք կյանքով մեկ են դա, կյանքով, կենսագրությունով։ Սա պատահական բան չի, ժողովուրդ ջան, պրոստիտուտկա եթե չլինի մարդը, սերից կախված չի։ Տեսեք, ցույց տվեցի, տղամարդն էլ կարա պրոստիտուտկա լինի։ Ու ցավոք ճիշտ չեն դրանք, հա։ Եթե բնույթով մարդը մանրավաճառ է, դա բան մեկ է, ում մանրավաճառում Ալիևի, Արտուր Բաղդասարյանի, թե Նիկոլ Փաշինյանի կամ Ալեն Սիմոնյանի, բացարձակապես մեկ է։ Իր մասնագիտությունը փողի դիմաց հարմար դիրքով կանգնելն է եւ սրանք պատրաստ են կանգնել։ Եթե նույնիսկ թիկունքում լսում են ադրբեջանական խոսակցություն, իրենց համար մեկ է։ Սա էլ ասма չենք կարող բացառել, որ ապագայում մենք կապրենք Ադրբեջանում, ադրբեջանցիները Հայաստանում, արդեն մեզ նախապատրաստում են։ Հիմա ես քեզ մի բան կասեմ, որ ասում ես մենք դա դուք եք։ Դու Սերգեյ Բագրատյանը, Փաշինյան Նիկոլ, Արադ Միրզոյան, դուք կարող եք այսօր էլ գնալ Ադրբեջան։ Մենք էլ դա չենք բացառում։ Մենք էլ։ Բայց առհատ ձեր բախտից, եթե ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրեն։ Մոռացել եք այ ոչնչություններ։ Ձեր խելքին մի 10% անասուն կա Հայաստանում։ Ոչ ավել։ Բարի բուն իմաստով եմ ասում, անասուն, որովհետև բացառապես անասունը կարա լինի ձեր խելքին։ Ոստեղ երեխու մորթում ես, ինքը մոռացել է արդեն։ Դա եթե անասուն չի, ինչ այնց ասեք տեսնեմ էլի։ Սա ամենազուստ, ամենանուրբ բառն է, որ կարելի է ձեզ կենթանի չէ, կենթանիները չեն ների։ Հələ մի հատ կատվի ձակին կպեք, ձեզ ինչ կանեն։ Մա շամ ձակին կպեք, ես էլ սա մասին պատմել եմ, մեր մոտ հնդկահավեր կա, շատ վայրի հնդկահավեր, մեր կազում։
մի օր ցենց հերախոսի նայելով քայլում էի, մեկ է տեսա մայր հնդկահավը թռավ դեմքիս ամբողջ իր հազորությամբ։ Դու մի ասա գնալուց ես ինքը հասկացել եմ, որ կարող է ես չեմ նկատել։ Ճուտիկներին այդ քայլում են մայթով։ Կարող է ես իրանց հասնեմ։ Ինքը թռավ դեմքիս, որ ես ճանապարհս փոխեմ։ Ես իհարկե անակնկալ եք այս հասկացա ինչ էր անում, ես փոխեցի։ Ես որ ասեմ անասունը կենդանիներին չի վերաբերում, անասունը դա մարդու ստեղծած է։ Սա հենց այս բիոզանգվածն է, այս դեմքով, կարող ուրիշ դեմքով լինի, որը ոչ հիշողություն ունի, ոչ բարոյականություն ունի, ոչ մի բան, ոչ մարդկի զգացում, ոչ մի բան։ Սա գիտական ձևակերպումն է, սա Բերսելևի ձևակերպումը, ես ստե կապ չունեմ։ Ես ուղղակի ցիտում եմ Բերսելևային, եթե մեկը մարդը կորցնում է բարոյականության եւ կարեկցանքի զգացմունքները, նա անասնանում է, ոնց է։ Մի խոսքով վերադառնանք մեր հիմնական թեմային։ Հիմա որ ասում եք դուք կարող գնաք Ադրբեջան։ Բայց այն 10%-ը ձեր նմանների շատ քիչ է, որ ադրբեջանցիներին պահի ստեղ։ Շատ քիչ։ Իհարկե ադրբեջանցիներն էլ իրանց տեսակետներն ունեն, իրանք ստեղ ոնց պետք է մանան, հա, որտեղ իրանք արդեն այդ մասին խոսում են։ Ադրբեջանում իրանք հələ պետք է քայլեր ձեռնարկեն կենտրոնական կենտրոնների ու հաստատությունների գործունեության վերաբերյալ։ Ուրեմն սպասեք, որ հեսա ԿԳՄՍ դևը սրա մասին էլ է խոսալու։ Պետք է ասեն, բայ իհարկե կենտրոնական փոքրամասնությունների մեկ պետք է վերականգնենք իրենց մշակութային կենտրոնները, արդեն դպրոցներն են բացում, բա արվում է ամեն ինչ։ Արվում է ու անթակույց։ Հիմա մեր հարվածը ո՞րն է լինելու։ Այս համասին պետք է խոսամ ես վերջում։ Հիմա գնանք առաջ։ Թվում է մենք ամեն դեպքում պետություն ենք, չէ՞, մենք պետք է դիմելու տեղ ունենանք, չէ՞ փող ենք տալի մարդիկ։ Հարկեր են մուծում, եթե հարկ է մուծում, ուրեմն նշանակում է այդ հարկը ինչ-որ մի բանում պետք է ծառայի, չէ՞, իր անվտանգությանը, ապագային, ամեն ինչին։ Փողը ինչի է տալի պետությանը, չէ՞։ Այդ անվտանգության մարմիններից կարևորներից մեկը գլխավոր քննչական կոմիտեն է։ Մտածեք ինչ ասում կոմիտեի նախագահը։ Լսենք էլի մենք։ Մարդ պատի սուտ չխոսա։ Նույնիսկ հոգևորական է, հոգևորական առավելապես հոգևոր։ Պատի սուտ չխոսա։ Ինչ հզորա չէ ասում։ Մեծ հիշացնեմ Արթուր Բողոսյանին։ Հոգևորականը պետք է սուտ չխոսա։ Իրա սուտ խոսալը դա բարոյական մեղք է։ Դա իրա վրա է։ Իրա ու Աստծո հարաբերություններն են։ Քննչական կոմիտեն տեղ չունի այնտեղ։ Հոդված չկա դրա համար։ Քննչական կոմիտեի ղեկավարի սուտը դա քրեական է։ Ու առաջացնում է քրեական հետևանքներ։ Ինչ կասեք, պարոն Բողոսյան։ Դուք հասկանում եք, չէ՞, հիմա ես ձեզ մի քիչ երկար եմ անդրադառնալու։ Ձեզ հիմա լսում է ձեր ամբողջ կոլեկտիվը։ Բոլորին, այն լսող զայնագրողները, պատահական դիտորդները, ես գիտեմ, որ ես հարցումը շատ են նայելու, մեկ այ, սենց մի 40-50 հազար հոգի ամեն հարցում նայում է, ու բոլորը հիմա տեսնելու են, թե ինչքան սուտ չեք խոսում, ու ոնց եք դուք դատապարտում որպես տղամարդ սուտը։ Իսկ դուք գիտեք, չէ՞, եթե մեկը սուտ է խոսում, դե տղամարդ չկա։ Տղամարդու առաջի թշնամին դա սուտ խոսելն է։ Դուք հիմա ասացիք, որ ամոթ է, սուտ չի կարելի խոսալ։ Գնանք։ Քննչական կոմիտեի նախագահան պարտավոր է սուտ չխոսալ։ Իսկ հոգևորականը ընդհանրապես բարոյական պարտավորություն, բայց պետք է խոսա, սուտ չխոսա։ Ճիշտ։ Լավ ասեց։ Հիշեց, որ ընդհանրապես բարոյականը։ Այո, լավ հիշեցիր։ Հետո անհաջող կրոպտի տեսնում։ Քո խոսալը քրեական է, սուտ խոսալը։ Ունի քրեական հետևանքներ։ Դա թող ասի։ Ես ճիշտ եմ խոսում եւ իմ բառերի համար պատասխանատու եմ։ Ուֆ։ Այ, սա շատ լավ է։ Հիմա ասենք առաջ։ Տեսնենք ոնց է ինքը ճիշտ խոսում։ Եվ այսպես մեր ճիշտ խոսող քննչականի պետը ասում է կոմիտեի նախագահն ասում է, որ անվտանգությունը կարգալույս կանոնայի համար է։ Բա այն անվտանգությունը, որ սա ՊՊՑ-ն պահպանում է կարգալույցին, դա իր համար է։ Այդքան պատահական ոստիկաններ, որ եկել էին, հո չեն եկել կարգ խախտելու համար, հո չեն եկել ծառայություն իրականացնելու համար, դա հենց այդ կարգալույս կանոնայի անվտանգությունը պահելու համար է։ Մինչդեռ Արա Զոհրաբյանը դիմում էր ներկայացել դատախազություն ոստիկանություն, որպեսզի նրանք կանխեն
հանցագործությունը, որի մասին հայտարարել է եւ վարչապետը եւ այլ մարդիկ։ Հանցագործության մասին հայտարարել էին, որի մասին Արա Զոհրաբյանը հայտարարություն տվեց, ասեց սա արդեն հանցագործություն է, բայց դեռ չավարտված։ Եվ սուտ չխոսացող մեր քննչական կոմիտեի նախագահ փաստորեն չի լսել սա մասին, չգիտի։ Չգիտի, որ այդ օրը վարչապետի գլխավորությամբ խախտվել է օրենք, որի մասին զգուշացվել է, հայտարարություն է տվել։ Քննչականից ասում չեն պարզաբանում, թե այդ ինչ քրեական վարույթի շրջանակներում են պաշտպանում Սեփան Ասատարյանին։ Արտուր Պողոսյանը սուտ չի խոսում։ Իր գործընկերներն էլ գիտեն, հետ սուտ խոսան չի ինքը։ Հիմա է սուտ չի խոսում։ Ոչ ոք չգիտի, հա։ Տեր Արամենս մոմից են պաշտպանում։ Այս հարցին եւս պատասխան չկա։ Այսօր քննչականի ղեկավար Արտուր Պողոսյանը միայն հաստատեց, որ քրեական վարույթ չեն հարուցել եւ մերժել են Մայր Աթոռի փաստաբանի դիմումը։ Փաստորեն մերժել են օրինականացման իրականությունը, այսինքն մարդ ասում է, ես իմ սեփականությունն է ու վաղը հարցակում է լինելու։ Սա իմ սեփականությունն է, աղբեր, դու պետք է պաշտպանես իմ սեփականությունը, որը կառավարության որոշմամբ պատկանում է եկեղեցուն։ Չի աղբեր ջան, ի՞նչ քրեական վարույթ, ի՞նչ բան։ Եկել են, զավթել են, զամոթել, փոխել են, 2 շաբաթ էլ պահել են իրաց։ Քննչականի ղեկավարը վստահ եք, սուտ չի խոսում։ Ամոթ չի, բայց տղամարդը սուտ չի խոսում, չէ։ Սուտ խոսում է միայն Վախկոտը ու Վարսկանը։ Ամոթ է, մեր քննչականի պետը ընդհանրապես սուտ չի խոսում։ Արտուր Պողոսյան, ես չգիտեմ, ասենք, դու գիտես չի որ նայում են։ Կո մոտիկները բոլորը նայում են։ Ես ու գիտեմ։ Քեզ չեն ասում որ նայում են։ Քեզ էլ են ասում։ Բայ քրական գործերը ոսենց հատորներով կազմել եք, բա ոնց կնայեք, ոնց կկազմեիք առանց նայելու։ Ու քո գոլեգաները հիմա բոլորն իմացան, որ դու սուտ չես խոսում, դու վախկոտ չես։ Որովհետև սուտ խոսում են վախից կամ Վարսկանն։ Երկու դեպքում էլ դա տղամարդու գործ չի։ Սուտ ոսենց շշեցիր, որ տղամարդը սուտ չի խոսում։ Քեփս բերեցիր այդ բանը։ Մարդ պետք է սուտ չխոսա։ Всё։ Այսինքն կարող եմ ենթադրել, որ ով սուտախոսում մարդ չի։ Ես լրիվ համաձայն եմ։ Եվ այլ ասում եմ, մենք գիտենք, որ իրենք բան չեն անելու, Արա Զոհրաբյանն շարունակելու։ Անկեղծ գիտենք, բայց դա անելու ենք, թող ով ուզում է լինի պաշտոնատար անց, թող ինքը իմանա, որ հակառակ բան արեց, ինքը պատասխան է տալու, այ հենց հիմա Արտուր Պողոսյանը պատասխան տալիս է։ Բոլորը պատասխան են տալու, ով խառնվել է այս ապօրինությանը, թող մերժեն, թող անտեսեն, թող անտարբեր գտնվեն իրենց գործն է։ Հիմա Արտուր Պողոսյան, փաստաբանը ասում է, սա ապօրինություն է։ Սա ակնհայտ ապօրինություն է։ Այդ որ դու գործ չեք հարուցում, այդ չի նշանակում, որ ապօրինությունը չի կայացել։ Այսինքն նույնն է, որ մարդուն տան սպանեն, գործ չհարուցեն, ասեն դե բան չկա։ Քրեական տար չկա։ Մարդուն տվել սպանել են, բայց դու գործ չեք հարուցել։ Դա չի նշանակում, որ սպանությունը չի եղել։ Մենք այսքանը գոնե հասկանում ենք։ Հաճիշտ եք ասում, մարդ պետք է սուտ չխոսա, եթե մարդը, առավել եւս տղամարդ։ Բայց տղամարդը ոնց կաշխատի Նիկոլի համար։ Ոնց Նիկոլի այս ամբողջ հանցակները կվերցնել իր վրա։ Արտակինից մի քիչ կարդացած եք երևում, պարոն Պողոսյան, բայց կարող մոռացել եք, ես հիշացնեմ ուրեմն։ Կա Եգոդա, ամեն ինչ արեց շեֆին բավարարելու համար։ Օգնացեց։ Կամ ուրիշ պատճառ կար։ Գլխից խփեցին գնաց։ Եժովի ձեռքով, որը նստեց Եգոդայի տեղը։ Հետո Եժովի գնալու ժամանակներ, այդ հարցը լուծեց Բերյան։ Հետո Բերյայի գնալու ժամանակներ, այդ հարցը լուծեց Խրուշովը։ Ժուկովի ձեռքով։ Ու դե շարունակ։ Ու բոլոր հետո ինչքան ԱԱԾՊ փոխվել է, միջև Անդրոպով։ Սա հենց հերթով մեկի ձեռքով գնացել է։ Բայց արդեն տարբեր մակարդակի հանցանքների համար, էլի մեկը իշխանության զավթում կազմակերպելու համար, Խրուշովի համար, հետո իշխանության զավթում կազմակերպել Բրեժնևի համար։ Սովետական միությունում բոլոր իշխանությունները զավթված ա եղել։ Լենին Ստալին, Ստալինից Խրուշով, Խրուշովից Բրեժնև, մենակ Բրեժնևն է իր մահով մերը։
Բոլոր իշխանությունները զավթված են եղել, բոլոր այս կարգի քնչականի պետերը, ածապետերը, հերթովի սենց գնաց են։ Այս ոչ մի բան չի ասում։ Ու չգիտեմ ով ասենք այդ երաշխիքները տվել, այտենց վստահ որ Ալիևը ձեզ ձեռքերի վրա պայել է։ Քան բանն ասեն, Նիկոլն ասե։ Դե ինչ ասեմ։ Ստե ինձ մնում էր մի հատ պատմական ակնարկ կանել, մնացածը թողենք որ ձեզ ասեն լրագրողները։ Շատ ակտիվ եք եւ կալանքի միջնորդությունները ներկայացնելուց երկար չեք վարանում։ Ես այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել։ Ընդդիմադիր падգամավորը քննչական կոմիտեի ղեկավարին ձեռնաշխտաներ էր նվեր բերել։ Ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Սա ես թույլ չեմ տալ։ Թագուհի Թովմասյանի նվերից վրդովվեց իշխանական падգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Վլադիմիր Վարդանյանը այս հա ցույց չի տալ, թույլ չի տալու։ Գիտեք ինչի, որտեղ իքտել է հանցագործ։ Ինչ եք իր անունը տալիս։ Իբր ինքը պետքա թույլ տա, ինքը Վլադիմիր Վարդանյանը հանցագործ։ Վլադիմիր Վարդանյանը պետքա թույլ տա, շղթաներ նվիրեն կան չունենեն։ Կամ ասեն, որ դուք հանցագործներին թողել եք ազատ եւ անմեղ մարդկանց եք կալանավորում, թե չէ։ Վլադիմիր Վարդանյանը պետքա թույլ տա, պատկերացնում եք։ Բայց հարմար մտնելու պահը թող մտնի էլի, այսինքն այս որփին նա դեմքին նայ Վլադիմիր Վարդանյանի, այս դեբիլին թվում է, թե ինքը իմ ամենա քաղաքական շատ լուրջ էս քայլ արեց, էլի, սենց ամբողջ իր խոշոր բանով սենց մտավ, էլի, սենց ծեր տղամարդ ասողյանը։ Թե լավագույն պահը չէ, Վարդանյանը սպառնում էր նիստը ընդհատել։ Ես որ խնդրում եմ ձեռնաշտան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Նվերի հասցեատերը իշխանականի պես չբորբոքվեց, ավելի խաղաղ արձագանքեց։ Ինձ նվեր պետք չի։ Առավել ևս այդ խաղալիքը ես դրա իսկական ունեմ։ Իսկական ձեռնաշխտաներով վարչապետ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ազատությունից զրկելու քրեական գործերի մասին հարցերի պակաս չեղավ այսօր խորհրդարանում։ Ընդդիմադիր падգամավորները քննչականի ղեկավարին մեղադրում էին, թե համակարգը իշխանության ձեռքում քաղաքական գործիք է դարձրել։ Իշխանության հակառակորդներին ակտիվ կալանավորում են, հոգևորականներին հետապնդում ու հնչեղ սպանությունները չեն բացահայտվում։ Բայց քննչականի պետը հիշեք, սուտ չի խոսում, որտեղ մարդը այն տղամարդը սուտ չի խոսում։ Օրինակ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը։ Քննչական կոմիտեի նախագահ երբ որ հելնի ասի որ օրինակ, չգիտեմ, ասի որ օրինակ դեպքը բացահայտված չի։ Չբացված է։ Դա լուրջ է։ Լուրջ չի, չէ՞։ Այսինքն կատարողների մասով մենք դեպքը բացահայտել ենք։ Իսկ ինչ է Կատարողների մասով դեպքը բացահայտել եք դուք։ Երկու օրվա մեջ երկու տարբեր բան ասեցիք։ Մի բան էլ ես հիշացնեմ։ Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալելու ժամանակ պարզ դարձավ, որ դուք լսել եք հենց մայիս ամսից։ Լսել եք, տեսաձայնագրել եք բոլոր տեղերում, ննջարանից սկսած մեքենա գրասենյակ եւ հրամայված եղել բոլոր ընդդիմադիրներին նույն ձևի հսկել վերահսկել, որ նշանակում է Վալոզե Վերիքոյանին նույնպես հսկել վերահսկել եք։ Նախ անօրինական, բայց դուք սուտ չեք խոսում, դրա մեջ հանցակալում չկա։ Վերջը պարզվեց այս Արշակ Սրբազանին եք նույնիսկ անկողնում նկարում, որը քրեական գործ է, բայց էլի բացահայտված բան չկա։ Դուք սուտ չեք խոսում։ Չէ, դուք սուտ չեք խոսում, չէ։ Դուք տեսել եք ամեն ինչ, դուք տեղ եք եկել ամեն ինչից, ու դուք չեք կանխել սպանությունը, բայց դուք սուտ չեք խոսում։ Տեսնենք, Սամվել Կարապետյանին դու ինչու ձերբակալեցիք, ես արդեն մոռացել եմ։ Է բացահայտել քննչականը մեկ այլ հնչեղ գործարար Սամվել Կարապետյանի գործով։ Տաշիրի սեփականատերը ազատությունից զրկվեց մոտ 6 ամիս առաջ։ Հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Եկեղեցին իր ձևով պաշտպանելու խոսքերը քննչականը ներկայացնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։ Բացի այս կարճ հարցազրույցից ուրիշ ապացույցներ ունեն, որ իշխանությունը զավթելու կոչ է արել։ Փաստերը կներկայացվի ժամանակ, երբ որ գործը հրապարակային։ Դուք մարդուն 6 ամիսը կալանավորել եք, ասում եք, փաստերը կներկայացվեին ժամանակ, երբ որ ինչ։ Չեք խոսում, չէ՞ դուք։ Դառնա, այդ փաստերը կներկայացնենք, դուք այդ ժամանակ վստահ եմ, այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն
եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Մասնակցելու մասին է խոսքում։ Մասնակցել։ Ցույց տվեք մի հատ քրեական հոդված, որը մասնակցելու ոչ բան, մասնակցել, քննարկում կարող է լինի, կարող նույնիսկ միտինգ լինի, փողոցային ցույց լինի, ակցիա լինի, քննարկում լինի, մասնակցելու մասին է խոսքում։ Լուրջ դեմքով։ Սա մեր Կարապետյանը իմ քաղաքական հակառակորդն է։ Ընդհանրապես, ես իր համար որպես քաղաքական ֆիգուր չեմ, իշեն կար ասել, իր կողմից է։ Ոնց են ասում, ռուսական է։ Իսկ դժվար է մի քիչ ասել ռուսական, այն։ Բայց ես մարդու դուք ապօրինն եք կալանավորել։ Բայց դուք սուտ չեք խոսում, դուք Փաշինյան Նիկոլի մահակը չեք ձեռքի։ Հա, չէ, ես բան չկա։ Իսկ ինչու է մարդուն չեք կալանավորում։ Պարոն Պողոսյան, ասում եմ, եթե պատմական հայրենիքի ընկալումը չփոխենք, իրական հայրենիքի ընկալմամբ խաղաղությունը կփլուզվի։ Այս մարդը 5 տարի սպառնում է բոլորիս։ Եթե չտանք, պատերազմ կլինի, եթե չփոխենք, այս կլինի, եթե սպառնալիքը հայ ժողովրդի նկատմամբ սահմանադրությունը խախտելով, օրենք խախտելով, այս մարդը ինչ ուզում անում է, չի կանանավորված, ինչ է մա։ Մեզ ասում է ուրացեք ձեր ամեն ինչը։ Ես գիտեմ, որ դուք փողի համար, ձեր պաշտոնի համար արդեն իսկ ուրացել եք։ Ոքի ձեր երեխեքը չգիտեն երևի այդ մասին, երևի իմաց հիմա կոմֆորտ է, որտեղ ամեն ինչ ունեն, իր ընտանիք, զինվոր չի լավ։ Պարզա չէ, որ ոչ իմանի կարիք չունեն։ Գոնե էս փուլում, էլի, էս փուլում։ Դրանից հետո ինչ կլինի, իհարկե դուք չեք կարող երաշխավորել, որովհետև ոչ մեկ չի կարող դա երաշխավորել։ Հետո մարդկանց, հետո երեխեքին պետք է բացատրեն։ Հա, բալես, ճիշտ է, մեր հայրենիքը չկա արդեն, դու քո նույնիսկ մանկական սենյակում որտեղ մեծացել ես, դա արդեն քոնը չի, ինչպես Արցախում է, հավելի։ Բայց դա փոխել դու ունես նոր iPhone։ Կամ չգիտեմ, այդ Maserati է բակում կանգնած եւ էս էլ բանն է, դա գինն է։ Բանես չի լինի դու համ մանկություն ունենաս, համ հայրենիք ունենաս, համ Maserati ունենաս։ Բայց Maserati-ն ինչի դիմաց են տալի։ Չակերտավոր ասած Maserati-ը։ Չգիտեմ, չկնի։ Մեզ մարդը սպառնում է մեզ։ Եթե ասում է չունանաք ամեն ինչի, բերետների նման, քնիչների նման, դատախազների նման, էսը չեք ունենա։ Սրան բան կա, թե էսը չկա, էսը քրեական գործ չի։ Թե դուք մոռացել եք վարչապետի գործառույթը ինչի մեջ է։ Ասեմ, Փաշինյան Նիկոլն է ասում։ Փաշինյան Նիկոլ է, ես չեմ։ Ջերմման ամբողջական խնայող համակարգ։ Մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին Հասկացաք ինչ է նշանակում պատմության սպառող եւ պատմության ստեղծողի տարբերությունը ո՞րն է։ Սպառողը այնա, որ դու սպառում ես, ինչ ունես, ստեղծողն այնա, որ դու հրաժարվում ես, այն ինչ որ դու ունես։ Հասկացաք։ Հասկացաք, չէ՞։ Մեծ տականքը մեզ ինչ է ամոզում։ Կարելի է, չէ՞, վարչապետին ասել տականք, դա համար քրեական գործ չկա ոնց որ։ Թե անձը վիրավորելու համար կարելի է։ Քրեական գործ։ Արդեն մեկ է, իմ համար մեկ է։ Լավ, հիմա հարց եմ տալի։ Այս մարդը ասում է, դուք պատմության սպառող եք, աղբետ ջան, դու ինչ ունեք, ուզում եք էդի սպառեք։ Պատմություն ստեղծեք, ուրացեք ամեն ինչ, տվեք Ադրբեջանի, որ դուք դառնաք պատմության ստեղծող։ Հիմա այս կենթանի սենց կերակրում է իրեն հավատացող 10% հոտին։ Ну, плюс մինուս, հա, 1-3%։ Սա մեջ քրեական անցանք կա, թե չկա։ Ոնց թե։ Ոնց չկա։ Բա սահմանադրությունը, բա տարածքային ամբողջականությունը։ Ոնց չկա։ Ես գիտեմ, լսեցի կողմից ասեցին չկա։ Ոնց որ ասենք քրեական հանցագործություն չկար, եկեղեցու սպասավորներին իրենց եկեղեցու տարածք չթողնելը, հա։ Սեփական մարդը, սեփական տարածքազումտի չեք թողում։ Ոնց որ հանցագործություն չկար, ասենք իրանցի ոսկեպարի բնակիչներն իրենց սեփական տնից հանել վռնդելը, ծեծելով, գործել հարուցելով վրեն։ Չէ, անցանք չի, եւ քննչական կոմիտեի նախագահը սուտ չի խոսում։ Ամեն ինչ օրենքի տարի համաձայն է, ուղղակի դատախազությունում դեռ չգիտեն այդ սահմանները որտեղ է, բայց օրենքի համաձայն է։ Ճիշտ է, սահմանները պարզ չի որտեղից է, ինչի հիման վրա է, բայց ես վստահում եմ, դուք սուտ չեք խոսում, ոչ մեկը։ Եվ այս տականքի գործողությունների մեջ հակասահմանադրական ոչ իման չկա։
Ճիշտ եմ ասում։ Ես գիտեմ արդեն ինչ եք ասել։ Սրա մեջ էլ հանցագործություն չկա, մենք լսենք էլ ինչ ասում։ Ժողովուրդ ջան, դուք էլ լսեք, որ իմանաք մենք ու մենք գործ ունենք։ Դրել եք Պետրոս բանձեռ եք առնում, լսեք։ Պետրոսի մի տարվա աշխատավարձն է, ըստ իր հայտարարագրի, ծրար մրարը դες բանը չեմ ասում։ 44 միլիոն 904 հազար 158 դրամ։ Միայն հանրային հեռուստաընկերությունից։ Հա, քննչական կոմիտեին նախագահային 44 միլիոն, 45 միլիոն Պետրոսը իր դավաճանական գործունեության համար 45 միլիոն դոլար, այդ դրամ, այսի մոտավորապես անում 120,000 դոլար։ 120,000 Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստանում է, չգիտեմ, լավագույն մասնագետը, CEO պետք է լինի ինչ որ, հա։ 120,000 տարեկան։ Այս Պետրոս Ղազարյանը ստանում է պետական հանրային հեռուստատեսություն։ Հիմա հարց եմ տալի։ Կա տես մի հատ բան, ոնց են ասում, ռեգուլերովկա, հայերեն ոնց է արդեն, կարգավորում, թե ասենք պետական հանրային փողերով աշխատողը մաքսիմում ինչքան կարող է ստանալ։ Ինքը 2 անգամ ավելի շատ է ստանում, ասենք, քան ամենաբարձր ստացող նախարարը։ Մի 4-5 անգամ ավելի շատ է, 10 անգամ փաստացի ավելի շատ է ստանում, ասենք, քան բանը, պատգամավորը։ Բայց հարց եմ տալի, այդ դպրոցի դասատուների մասին չեմ խոսում։ Հարց կա ինչ որ կարգավորում։ Պարոն Պողոսյան։ Ասեք էլի։ Ասեք, հիմնավորեք, թե թթվիկարի կատարյալ դեբիլի աշխատավարձը 45 միլիոն դրամ ինչով է պայմանավորված։ Եվ ինչի դպրոցի դասատուն պետք է ստանա 100-120 կամ չգիտեմ ինչքան է ստանում։ Թուրքական քարոզիչ Պետրոսը, այդ ելը գրանցված աշխատավարձն է մենակ։ Թուրքական քարոզիչ Պետրոսը 45 միլիոն դրամ մոտավորապես։ Այդ հանցական կա։ Սա մասնավոր չի, որ ասեք մասնավորի փողն է, ինչ ուզում եմ, սա պետական, սա հանրային փողերն է։ Այն հարկատուի, պատկերացրեք, քանի հազար մարդ է աշխատում, ինչքան հարկ է տալի, որ մի հատ Պետրոսի, մի հատ թուրքական քարոզչի աշխատավարձ ստանան ողջ։ Քանի բիզնես իր աշխատանքը պետք է տա, որպեսզի ապահովի իր համար թուրքական քարոզչություն։ Սա հանցագործություն է։ Դե հիմնավորեք, որ սա հանցագործություն չէ։ Թեք մի հատ հոդված, որ հանրային աշխատողը կարող ասենք այդքան աշխատավարձ ստանա։ Որ ասենք նախարարը կարող ասենք $3,000 պայուսակ ունենա, այն պարագային, որ ասենք իր աշխատողն է $300 աշխատավարձ ստանում։ Այսինքն սա դուք ապացուցեք, որ սա նորմալ է։ Հանցագործություն չկա ստե։ Բայց դուք տղամարդ եք, դուք սուտ չեք խոսում, ամոթը, մարդը իրավունք չունի սուտ խոսալու, դուք էլ սուտ չեք խոսում, մեր լսենք էս սրա։ 75,000, եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիս աշխատում է, եկեք հասկանանք, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել, ուրիշ ոչ մի բան չի նշանակում։ Հասկացաք, 75,000 դրամ ստացողներ։ Սա հանրապետության մեջ մի քանի 100,000 մարդ, ասես դու տգետ ես, դու անկիրթ ես։ Որովհետև դու ասենք, բան չեմ, մշակույթի նախարար չես, կներեք, այդ ապուշով ես, առողջապահության նախարար չես, որ ասենք մենակ պայուսակը $3,000 արժանա։ Չէ, դու Պետրոս Ղազարյան չես, որ 45 միլիոն աշխատավարձ ստանաս։ Եթե դու 45 միլիոն աշխատավարձ չես ստանում, դու տգետ ես։ Սա ասում է մի բան, մեկը, որ ինքը տգիտության մարմնավորում է։ Մարմնավորում։ Ու այդ 75,000 դրամներ, բա ասեք հələ, ով է սահմանը։ Ով է սահմանը։ Իրենք է սահմանը, պետությունն է սահմանը այդ աշխատավարձը։ Ինքը այդ աշխատավարձը սահմանել է, այդ ստացողին էլ ասում է դու տգետ ես։ Բա ժողովուրդ ջան, այտենց է։
Ես էլ դպրոցի դասատուն, տնօրենը։ Ցուցակ եք կազմում։ Օգնության ցուցակը ներեցեք, հիմա մենք բայց ես խնդրում եմ ձեզ անընդհատ մի եկեք ասեք։ Մենք լսեցինք, որ դուք դպրոցի տնօրեն եք, այստեղ օգնության ցուցակ եք կազմում։ Օգնության ցուցակը մի րոպե, հիմա ես ձեզ բացատրեմ ինչա։ Այս Սիացան դպրոցի տնօրենն է։ Իր տանը ցուցակով օգնություն է բաժանում։ Մարդիկ արդեն աշխատում են տեխնացուների համար ԿՊԻ-ի։ Արտուր Պողոսյան, ստե հանցակազմ կա թե չկա։ Այս դպրոցի տնօրենը վաղը պետք է ձերբակալվի թե չէ։ Դուք սիրում եք մի անգամից ձերբակալել ու մտցնել բանտերը։ Ինչպես 15 հոգևորականի։ Այն որ են հոգևորականի տունն էի գնացել, որ չէր հանձնվում օհանավանքում։ Որ 4 երեխու դիվանատար էի կարել։ Իմ ջանոց ես քեզ ասեմ Արտուր Պողոսյան։ Օրենք, փող աշխատել, սուտ խոսալ, բայց հայկական միջավայրի մի հատ բան կա։ Չգրված օրենք կա ամեն դեպքում։ Նույնիսկ ամեն կատարյալ տականքը չի անցնում դրա վրով։ Դա երեխեքն են։ Կինը, երեխեքը, դուք այդ դավելով եք արդեն անցնում։ Ես էլ արդեն երկրորդ անգամ, այդ էլ հոգևորականների, մի հատ բյուրականում մի հատ էլ ստում։ Օհանավանքի այն քահանայի, որ ձեզ Ստյոպիկ Հուդայևիչին ոչ թե չթողեց, կանեց այնքան միջև դա ռադ արեցին ինքը արեց պսակը։ Տղեն ոչ մի բան չէր արել։ Բայց դուք գնացիք անառակի նման այդ մտակ կնոջը, այդ փոքր երեխեքին դուք վախեցեցիք։ Այդ նույնց եմ ասում, սուտ խոսալը, որ դուք տղա չեք, բան չեք, դա ձեր համակարգում էդի բոլորը գիտեն, բայց դուք որ նաև դուք կարող եք գնալ մարդու տուն, այդ էլ հոգևորականի տուն, երեխեքին ահաբեկել։ Սա չի ներվում։ Ոչ մի ձևով սա չի ներվում։ Ոչ մի։ Այդ բաներ կա։ Այսի արդեն ուրիշ կատեգորիա է, էլի։ Ուրիշ կատեգորիա։ Դու չես կարող ասես կալանավ, այս հրաման կարամ տամ կալանավորեմ այդքան քո բեդանը փագի։ Դու ուզում ես կալանավորել տուր, ուզում ես գործարքի գլխին, բայց դու մեկն ես, որ դու երեխեքին ու կնոջ ահաբեկել ես, դու այդ տղեն ես։ Ու դու դե հանցագործություն չես տեսնում։ Բա, այս էլ հանցագործություն չի, չէ։ Այս էլ հանցագործություն չի։ Թափ է հավաքում։ Մանկավարժական համալսարանում 50 միլիոն դրամի պատմությունը նոր թափ է հավաքում։ Լրագրողները հարցրեցին կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին։ Ինչու են փողերի համար միայն ռեկտորն ու պրոռեկտորը պատասխան տալիս։ Պատասխանը խուսափողական էր։ Նախարարը խնդրեց ժամանակ չկորցնել եւ վկայակոչեց բուհերի ինքնավարությունը, երբ խոսքը գնում է բյուջեի միլիոնների մասին, չգիտես ինչու բոլորը միանգամից տեղյակ չեն եւ կապ չունեն, բայց հարկ է հիշեցնել, որ փաստաթղթի տակ ստորագրությունը հենց նրանն է։ Բա։ Նա նայեք էս ինչքան է շատավաց է։ Իրան կնոջ Ժաննա Անդրեասյանի մի տարվա աշխատավարձն է 21 միլիոն 451 հազար 475 դրամ։ Երկուսը միասին մարդու կնեիք Պապիկյան ջան, սրանք ստանում են 66 միլիոն 355 հազար 633 դրամ։ Հա, դու կնի մի 160,000 դոլար աշխատավարձ են ստանում։ Ծապ տվեք ասում եմ։ Շատ, 160-170 $1,000 բանում Երևանում։ Ծապ տվեք ժողովուրդ ջան։ Էսի քիչ է։ 50 միլիոն ընդեղ, 100 միլիոն ընդեղ, այս դեմքով էլ փախնում եք, դուք ուր պետք է փախնեք, դուք ամբողջ կյանքներդ պետք է փախնեք։ Ամբողջ կյանքներդ, ամբողջ։ Նախարարը խնդրեց ժամանակ ամբողջ կյանքներդ դուք պետք է փախնեք, միչև կհայտնվեք ընդեղ, որ հիմա պետքա լինեիք, բայց սուտ չխոսացող Արտուր Պողոսյան ձեր էլ պահում է դրսում։ Հասկացաք։ Նա փախնեք։ Հնարավոր կամերաներից եք փախնում, բայց օրը գալու է դուք փախնելու տեղ չեք ունենալու։ Դեռ հանցակարգ չկա։ Համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 միլիարդ դրամի պայմանագրեր են կնքել։ Ինքը հիմնել է ընկերությունը, ինքը իր հիմնած ընկերության հետ պայմանագիր է կնքում։ Հանցագործություն չկա, չէ՞։ Իհարկե ո՞ս կլինի։ Նախքին ԿՊ-ը, նախքին հանրապետականը, որ նույն գործով դատվել է այն ժամանակ։ Այսինքն քրեական գործը հալուցել են, նույն հետո փողը տվել ջրել են, հետո դարձել է ԿՊ-ական ու շարունակում է նույն ձևով։ Ոչ մի հանցագործ
Ոչ մի հանցակազմ չկա, ասես նայում ենք, այ մարդ ոչ մի բան չկա։ 1 միլիոնոնոց վնաս մեկ գիշերում։ Վնաս ասես դեպքերը մենակ ավելանում են, սա մենակ էս դեպքը չի, մի ամբողջ հոդված է սրա մասին, ուղղակի էս նկարն է բացած։ Գիտեք ինչի՞։ Որովհետև ամբողջ քննչականն ու ամբողջ օրինապահ համակարգը Ստյոպիկ Հուդայևիչի բանելն է, միջոցառումներն է ապահովում։ Մեկ էլ ընկած եմ անելմուներ անդիմադիների կամ չգիտեմ, մարդկանց տներն են լսում, ընտանեկան կյանքն են լսում, դա դուք կիղծ է։ Նույնիսկ եմ ասում, այն որ մարդ կարա մանելմուներ հանցագործություններ, մենք տեսել ենք էլ այդ հանրապետականների ժամանակ։ Ախր ես դեռ բոլորին գիտեմ, ախր ես էս բառեր, ես հանրապետականների ժամանակ չեմ ասել։ Բոլորն էլ օրենքները խախտում են, ամեն մեկ իր ասենց այսքան մարժան ուներ։ Իր գլուխը կախ, իր ասենց կոռուպցիայի մեջ ապրում է, բայց սահման կար բոլորի մոտ։ Այդ բանը է, որ արա սահման կար, էլի ոչ մեկի ընտանիք չէր մոտ։ Ես ամենաակտիվ ընդդիմադիրներից եմ եղել, գետնի վրա։ Բայց ոչ իմ երեխուն, ոչ իմ կնոջը, ոչ իմ հարազատներին, ոչ մեկ երբևէ չի նեղացել։ Դուք ինչ եք անում։ Ես գիտեմ, ես դա մասին միշտ ընդգծել եմ, որ ինչ ասես իմ վրա էլ կարող լիներ, դու մեքենայից վրա էլ կարող, բայց ասենք իմ շրջապատը երբեք, որովհետև այն ժամանակ այն որ միլիցեքին դրսում են հանդիպում էինք, գլուխները կախում են, ասում են հիմա սու կարող ես բերման ենթարկենք, վաղը չթողենք փողոց անցնես, այս դա հիմա ասենց նեղված էլ Բայց բոլորի մեջ ամոթ կար իրան ծանոթի համար, տղեկ հիմա դուք էդ չեք անում, դուք ամոթներ եք կորցրել։ Դուք արդեն ամոթներ եք կորցրել, իսկ այն մարդը Բեղտերևային հիշացնեմ, ամոթը կորցրած մարդը, ամոթ բարեականություն, էս է էլի մարդուն կենթանուց ազատ բանանում, սենց տարբերում։ Դուք գիտեք արդեն ինչ ասեմ։ Այս անասունին էլ մենք լսենք։ Մի նեղվեք էլի, մի նեղվեք էլի։ Դու անընդհատ ֆռացնում եք, որ գցեք վարչապետի վրա։ Չի ստացվում։ Ուզում եմ ասեմ, բոլորը իրենց գործը արել են, մենակ բանակը չի արել։ Լսի, բանակը պարտվել է, ինչի՞ չեք ուզում հասկանաք։ Բանակի հրամանատարությունը պարտվել է։ Այս ոչնչությունը 20 թվականի նոյեմբերի 7-ին 8-ին գոռում էր, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալեք, սա կապիտուլատ է, սա դավաճան է։ Հիմա սա այս ոչ բարոն գեներալի պագոնները, սրան գեներալ տվող Սերժի Քուեն ամեն ինչը։ Սա քո գեներալն է։ Սա քո Սեյան Օհանյանի, ձեզ արկած գեներալն է։ Ճիշտ է ամեն ինչն ինչ անում։ Բանակն է պարտվել, գեներալն է պարտվել ասում։ Սա մեկն է որ ասում են, մեկ ամեն ինչ կարային կանենք, էլի է մեղավոր։ Հետո բերին սարքին ԿՊԱ-կա, փողերը տվեցին, մոռացավ ամեն ինչ։ Հակառակը, դուք հասկանում եք հիմա դուք ով եք։ Դուք հասկանում եք դուք ում ինչ կատեգորիայով եք շրջապատված։ Ու հայ մարդը սա պետք է հանդուրժի, չէ, հայ մարդը ավելի շուտ կմեռնի, քան սա կհանդուրժի։ Հայ մարդը սա չի կարող հանդուրժի։ Ինչպես սրանք չեն հանդուրժելու, այս կուրտիզանք եք հանդուրժելու բան չեն։ Մենք էլ գնալու ենք Ալիևի մոտ, բա ոնց է գնալու եք, Ալիևն է ձեզ սպասում։ Ուղղակի սա մասին խոսալ մոռացա, Շամշադինից տաքսի ենք բռնել, եկել ենք ընկերներով, Ստեփան ասա։ Այս այն թափոնի, այն որ ասում եմ, արա դուք այնքան չկաք, դուք ամբողջ երկրով, Շամշադինից տաքսիով, Շամշադին, չգիտեմ, Արարատ, Արտաշատ կարողացեք մի քանի 100 մարդ հավաքեք ընդհանրապես։ Հիմա ուժայիներում բոլորը չեն սուրբ։ Ասենք որ հիմա ձայն չեն անում, չեն ընկնում մեջտեղ։ Բոլորը հասկանում են, որ արա, սրանք չկան, գոյություն չունեն, սրանց համար ոնց կարելի է։ Բացի մի քանի հոգուց հասկանում են, որ սրանց համար ոնց կարելի է դոշ տալ։ Սրանք վերջացած են։ Սրանց համար դոշ տալ նշանակում է, ինչ ասեմ, բան ինքնասպանություն գործել։ Անիմաստ, էշնահատական են։ Բացի մի քանի հոգուց, իսկ մնացածը հասկացել են։ Ինչ կլինի այս ընտրությունների ժամանակ, իհարկե ժամանակը ցույց կտա։ Բայց այս թվերը են, որ մենք ենք խոսում, իրանք ու գիտեն։ Իրանք ու գիտեն, ով քանի հոգի կարողացավ ապահովել,
ով թռավ չեկավ, հենց իրաց նեղկռուգից, ով ինչ է խոսում, ով ու մոտ է արդեն գնում հանդիպումներ, ես ասել եմ, չէ, Արտուր, դու էլ գիտես, ով ու մոտ է վազում հանդիպման, ով ու մոտ է վազում գարանտիաներ հերվից կապ պահելու, կապը չկտրելու, նավսյակի, մի հատ հանդիպենք, մի հատ կոֆե խմենք, գիտեք, չէ։ Ես գիտեմ, որ դուք բոլորին եք լսում ու հետևում։ Դուք ինչ հուսով եք սրանց համար։ Հելս ես դոշել են, բացեք գնդացերի առաջ, ես կանվել եք։ Չեմ ասում, բերային պարքին եք նախանձում։ Սա է մյուս հայտարարությունը։ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44 տարելիցին համերգ կազմակերպել անընդունելի է, հայ համայնքն անում։ Բայց գիտեք ինչի պատասխանն է, Ժորժը։ Հա? Սա նրա պատասխանն է, երբ որ եվրոպացիները ստեղ էին Երևանում, այս տականքները վերցեցին, հայտարարեցին, որ իրանք չեն ճանաչում այսօրվա Վրաստանի իշխանություններին, որովհետև եվրոպացիներն առաջարկել են այդ բանաձևը, այս անասունները վերցեցին կողմ քննարկեցին դրան։ Հիմա վրացիներն էլ վերցրել են 10 նոյեմբերի 10-ին կվերցնեն Ադրբեջանի դեսպանատը դա համերգ կանեն Հայաստանը կապիտուլացնի կազմակերպությամբ։ Դե լինացիք կերեք։ Սրանք պետությանը մեզ ինքնասիրություն, չգիտեմ, պատիվ, համբավ, բացի վնաս տալուց, բացի հայ մարդ սպանելուց, ինչ են արել։ Հարգելի հայ համայնք, ես հասկանում եմ քո վրդովությունը, բայց որ գնաք դեսպանատուն, առաջինը ձեր դեսպանի գլուխը ջարդեք, ասա այ անասուն, բա դու չկարողացար ձեր անասունների վրա ազդել, որ սենց հիմարություն չանեն, մի հատ բարեկամ երկիր կա, այս կողմից Վրաստանը, այս կողմից Իրանն է։ Դուք ո՞նց եք ասում այդ երկրի նախագահին ես չեմ ճանաչում։ Վրաստանից էլ ասում են, դուք անասուն չեք արել, ձեր վարչապետը ստեղ է, եթե դուք չեք ճանաչում այս կառավարությանը։ Նշանակում է դուք ձեր վարչապետին էլ չեք ճանաչում։ Բա եկել են մեր կարմեն վարչապետի հետ փաթաթվել էր, իրան բացատրում էր ոնց կարելի է կապիտուլացվել Թուրքիային։ Դուք պատկերացնում Հայաստանի ազգային ժողովը ասում է, որոշում ընդունել, որ մեր կառավարությունը բանը լեգիտիմ չի։ Բա որ լեգիտիմ չի, ձեր եթիմը ինչ գործ ուներ մեր մոտ։ Հարգելի Վրաստանի հայ համայնք։ Մի նեղացեք վրացիներից։ Մտեք ձեր դեսպանունը հյուպատոսանական, չէ։ Ականջներից բռնեք, ասեք այ իդիոտ։ Ես գիտեմ, որ դու չես քվյարկել, բայց ձեր դեբիլները այնտեղ էս ինչ են անում։ Դուք ուզում եք ադբանը Վրաստանից պատասխան հարվածը չլիներ։ Չկա աշխարհում մի հատ երկիր, որ Հայաստանի բարեկամ լինի։ Գիտեք ինչի։ Ոչ թե բոլորը մեզ ատում են։ Չէ, ուղղակի բոլորը շփվում են Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ Ալիևը ասում է, «Սա հիվանդ հասարակություն է»։ Վերջ։ Մենք որ բարեկամ չունենք, նա ինչ չի, որ մենք շատ վատն ենք, ուղղակի մեզ ներկայացնում է Փաշինյան Նիկոլը։ Մենք ոչ միայն բարեկամ չունենք, մենք ունենք շատ ավելի շատ թշնամի, քան հնարավոր է ունենալ։ Որը նույնիսկ թշնամի չի, Վրաստանն է, որ միակ ճանապարհ կա դուրս գնալու, դա Վրաստանով է գնում։ Դոնես արա Վրաստանի կառավարության ասես բանը, դուք անօրինական եք ու դուք անասուն չեք։ Եթե այս տարածաշրջանը մի հատ անօրինական բան կա, կառավարություն կա, դա դուք եք։ Դուք, եթե մի բան պետք է ազատագրվի, մի տարածք, դա կառավարության տներն են, կառավարությունն է, ազգային ժողովն է, վերջ, ոչ թե քեզ եկեղեցին։ Եթե մի հատ անօրինական բան կա, իշխանություն կա, դա դուք եք։ Տեղեկացնում ենք, որ մետրոպոլիտենում արձանագրվել է հոսանքի անկում, որ հետևանքով առաջացել է տեխնիկական խնդիր։ Գնացքը մնացել է գծերի մեջ։ Բա ներողամիտ եղեք։ Ներողամիտ եղեք, որովհետև պետությունը չի կառավարվում։ Որովհետև եթե մի հատ ասենք հես կարա աշխատել, որովհետև սեփականներ մարդիկ շահագրգռի, դա էլ արդեն իրանց ձեռն է, դա էլ չի կարա աշխատի։ Դաման համերգի ժամանակ հոսանք է գնում, ներկայացման ժամանակ հոսանք է գնում, հոսանքը նույնիսկ արդեն մետրոպոլիտեն է գնում, գնացնեն մնում թուներում, ժամերով կանգնած։ Բա դուք ինչ եք ուզում, Ժողովուրդ ջան։ Պետությունն էս մի բան չի, որ երկար իներցիայով կարողանա ինքը աշխատի։ Չէ։ Դուք չեք կարող։ Դուք չեք կարող։ Նույնիսկ եթե դուք մեքենա եք նստում, ինքը մի որոշ ժամանակ կարա ինքը իներցիայով ընթացքով գնա։
Մնացածը դուք պետք է կառավարեք, գիտեք։ Առավել եւս պետություն կոչվածը դանես մարմինը բարդ մեխանիզմ է, որին կառավարել է պետք։ Չի կառավարվում այս պետությունը։ Չի կարող այս պետության մեջ առողջ համակարգ լինի։ Մի հատ առողջ համակարգ դա բանակներ, այն էլ սպանեցին։ Ոչ առողջապահության համակարգը կարող է նորմալ լինի, ոչ կրթական համակարգը կարող է լինի, ոչ պաշտպանությունը կարող է լինի, ոչ իրավապահ, ոչ մի բան։ Դե շնորհում ձեզ։ Եթե այն 10% հոտը դեռ չի հասկացել, հուսով եմ գոնե 90% հստակ հասկանում են բանն ինչու՞մն է։ Սա էլ հետաքրքիր, սա լսենք։ Лидеры Германии и Турции поссорились из-за сектора Газа. Разногласия вышли в публичную плоскость во время пресс-конференции в Анкаре, после того, как канцлер Мерц назвал военную операцию Израиля самообороной. Мы всегда поддерживали еврейский. Ընդհանուր բրիֆինգի ժամանակ Գերմանիայի կանցլեր Մերցը պատերազմը Իսրայելում հայտարարում է, որ Իսրայելը ինքնապաշտպանվում է։ Բա նշանակում է սիոնիստները գրավեցին Գերմանիան։ Բաղոց, սա կամուկացի մեջ էին, չէ՞, ասում են մենք ճանաչել ենք պարեսները։ Քաշինականները, հիմա ասում է, չէ, սխալ ենք մենք։ Իսրայելն է ճիշտ, ինքը պաշտպանվում է։ Народ, который воспользовался своим правом на самооборону. Не могу с этим согласиться. То, что творят израильские военные в Газе, это не война, это геноцид. Они уничтожают целые семьи, убито больше 60 тысяч детей. Թուրքիան հակառակում է Էրդողանը, այս տեղում, ասում եմ չեմ կարող համաձայնել, այն ինչ որ անում է Իսրայելը, դա ցեղասպանություն է։ Ցեղասպանություն ուղղակի։ Հիմա գանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչի մասին ես խոսացել էի ձեզ։ Still not working, Democrats and Republicans still not talking. At this point, I mean, now there's a Democratic governor in Virginia where a lot of people are being hurt by this shutdown. Are you comfortable continuing to hold out on reopening the government for... Մոտ մեկ ամիս է, կառավարությունը չի աշխատում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դեմոկրատներն ասում են, դու չես կարող լրիվ ավիրես առողջապահական համակարգը, այն ինչ որ աղքատ ընտանիքներին օգնում է պետությունը, եւ սոցիալական ապահովության համակարգը։ Նոր բյուջեով ոչ մի բան նախատեսված չի։ Հանրապետականը Թրամփն ասում է, չէ, ոչ դեռ սովաս տուպնի մերն են։ Աշխարհի երևի ամենավատ առողջական համակարգը, բանի իմաստով եմ ասում, վճարելու արժեքի եւ սպասարկման իմաստով, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Նույնիսկ ասում Աստված չունի մեկը հիվանդացած, եթե ինքը այն ամենացածը շերտից չի, որը դեռ ուներ, ասենք, սոցիալական բան, ապահովություն, որ ասենք իր բուժումը վերցնում է պետությունը իր վրա։ Միջին կլաս, միջին կորավ։ Տասնյակ հազարներ, կարող է 100,000-ներ նստի մի հատ այցելությունը կամ էլ չեմ ասում մի հատ վիրահատությունը։ Հիմա այն ինչ որ կա ցածր խավի համար, քիչ ունեցող Թրամփը դա էլ է հանում։ Բոլոր սոցիալական օգնությունը դա հանում է։ Ուրեմն տաքսերից ազատես միլիարդ հատերին, ինչքան փող պետք է տալիս է Իսրայելին, սպանում է բնությունը, իր բնակչությանը։ 42 միլիոն մարդ մնում է, 42 միլիոն մարդ, տեսեք ինչ թիվ է։ Մնում է առանց սոցիալական օգնության եւ բժշկական ապահովության։ Հիմա դեմոկրատներն ասում են, թե չի լինի։ Ու մի ամիս է, համաձայնության չեն գալի, Թրամփն ասում է, իմ ասածով պետք է լինի, թող չաշխատի։ Քանդվում է երկիրը։ Ու այս ֆոնի վրա Նյու Յորքում եղավ ընտրությունները, հիմա գալիս եմ արդեն սրա, ու սա հետ ինչ կապ ունի։ Սա արդյունքներն է, այս մամդանին մահմեդական 50%, ամենա իրանց առաջատար հանրապետականը 41%, հսկա տարբերություն։ Ով ընտրեց մամդանին։ Ով օգնեց մամդանին դառնա քաղաքապետ։ Թրամփը։ Թրամփը ու թրամփականները, Իսրայելը։ Մամդանին 7 տեխնացուների մեջ միակներս երիտասարդ տղեն, որի միջելոց ու 18 թվին է ստացել քաղաքացիություն։ Ընդամենը 18 թվականին է ստացել։ Հայրը դիսիդենտ է,
քաղաքականամեծ շատ զարգացած մարդ։ Մայրը դերասանուհի։ Ինչն է դες ընտանիքում մեծացել։ 34 տարեկան տղա։ Իրան այս համակարգը սարքեց։ Իրան սարքեց քաղաքապետ Իսրայելի պատերազմը, հարձակումը Իրանի վրա, Թրամփի քաղաքականությունը, բոլորը իրար հետ սարքեցին մեկին քաղաքապետ, որը միակն էր, որ ասեց, որ ընտրվելուց չեմ գնալու Իսրայել։ Որտեղ մնացած 6-ն ասում են, հենց ընտրվեցի, առաջի բանը որ պետք է անեմ Իսրայել, գնում եմ պատը պաչելու։ Որ ասես, չէ, չեմ գնալու։ Նյու Յորքում լիքը գործ կա անելու։ Ասեմ ավելին էլ, հələ բանն է Նետանյահուն էլ որ եկավ, կալանավորել են, որտեղ ինքը միջազգային հանցագործա։ Վերջ։ Մնացած սոցիալական իսրայելները առաջարկել իմ կարծիքով ոչ այդքան ռեալիստական, լես չեմ պատկերացնում ոնց այնքը ասենք օրինակ տրանսպորտը սարքելու անվճար։ Այն որ տրանսպորտը խիստ ուռճացրած է, այդ համակարգը դա փաստ է։ Իմ կամուրջը ստերից որ ես Բրուքլին եմ գնում գալիս, մի ուղղությունը $17 է, ասես մի րոպե քշեցիր, այդ կամուրջը $17 է։ Գնալ գալը 15 էր, սարքել են 17։ Տեղացիների համար մեր կղզում ապրողների համար մի քիչ ավելի քիչ է, բայց մնացածի համար խելագար գնացի, գնացի եկա $30-34, մենակ այդ կամուրջի համար ես վճարում։ Ու դες գիտեք ինչքան կամուրջներ կա։ Սա գնում է նույնտեղ։ Հիմա ասում է, դա թալան է, հասկացաք, որ դա թալան է։ Հա։ Մանհեթեն մտնելու համար էլ են փող տալի նույնիսկ արդեն։ Ինչ վրա բաներ կա, որ ես հələ չեմ հասկանում, ինքը դա ոնց է անելու, դա իրական չի, բայց դա չի։ Այնա, որ Թրամփը իսրայելական լոբին եւ այս պատերազմը քանդեց բոլոր պատկերացումները։ Միջև առ այսօր Նյու Յորքը ղեկավարել էին նրանք, ովքեր հավատամության երթում էին տվել Իսրայելին։ Մի քաղաք, որտեղ 1 միլիոն հրեա է ապրում։ Ու այսօր այդ հրեաների մի մասը, ես չգիտեմ մեծը փոքր, բայց զգալի մասը, մանավանդ օրթոդոքս հրեաները, իրենց ձայները տվեցին այս մամեդական։ Հա, որտեղ ասեցին, գիտես ինչ, այս Իսրայելը սիոնիստները վնասում են մեզ։ Արդեն մարդիկ սիոնիստն ու հուդայականությունը նույնականացնում են։ Իսրայելը, հրեան ու սիոնիզմը նույնը չեն, բայց սրանց քաղաքականության արդյունքում էս հրեշների որ պատերազմ են իրականացնում հիմա, ասում եմ մարդիկ մեզ նույնականացնում են սիոնիստների հետ։ Մենք նույնը չենք։ Մենք հրեա ենք, բայց մենք սիոնիստ չենք։ Մենք մարդասպան չենք, մենք ցեղասպան չենք։ Ու գնացին ընտրելու էստան։ Հիմա սա ինչ է մեզ տալու։ Ես հիշում եք ինչ էի ասում, որ այս ամեն ինչը բերելու է իր հետևանքները։ Թրամփը ոռնում է, ամբողջ հանրապետական գուբերնատորները, սենատորները ոռնում են, չգիտեն ինչ անեն։ Ուղղակի չգիտեն ինչ անեն։ Սենց բան, նա տեսի լսեք, ու դուք պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Let me say this. The billionaires spent a ton of money to stop Zoran Mamdani. Սա միլիարդատերը ասում տոննաներով փող են ծախսել, որ կանգնեցնել այս Mamdani։ And tonight is not just a defeat for Andrew Cuomo and Curtis Sliwa. Ասում այսօր ինքը բան ինչի է, ասում այդ տեխնացուներին չի հաղթել է ընդամենը։ Հիմա ցույց է տալի ինչքան միլիարդատերի է այստեղ են հաղթել առանց ունենալու մի հատ դոնորի։ It's a defeat for Bill Ackman, it's a defeat for Reed Hastings, it's a defeat for Michael Bloomberg. Hastings, Bill Ackman, Bloomberg, It's a defeat for James Murdoch, it's a defeat James, Home Depot, Walmart, it's a defeat for the Walmart woman, it's a defeat for Airbnb. Airbnb, մի խոսքով էս բոլոր միլիարդ հատեներին ասում էին կհաղթել։ Հեսա ցույց կտա ով ինչքան է տվել։ DoorDash, այս ֆիրմաները որ ասեց, սրանք բոլորը միլիարդներ են տվել, որ բանանի։ Միլիոններ կներեք միլիարդների մասը։ Միլիոններ են տվել, որ սա պարտվեր։ Ինքը առանց ունենալու հովանավոր, սա ֆենոմենալ բան է։ Ինքը այս հսկայական բանով ջարդում է ուղղակի։ Տարբերությունով։ Who put all that money down and the 34-year-old socialist beat them all. I don't know how Andrew and Chris Cuomo are feeling tonight. Let's put up another graphic that we have about how much money the billionaire... Նայեք, Մայքլ Բլումբերգը 8.3 միլիոն ինքնա ծախսել է հանրապետականների վրա, 8.3 միլիոն։
Ժոզեֆ Գեբիա 3 միլիոն, արեց 11.3, Lauder Family 2.6 միլիոն, Bill Ackman 1.75 միլիոն եւ Tish Family 1.2 միլիոն, սա մեծերն է, այսինքն ընդհանուր ես որ գահաշում եմ 3, 6, 9, 8, մոտավորապես 17-18 միլիոն սա մենակ դոնորներն են, էլ չեմ ասում ինչքան մանր-մունր կամպեյն է բաները, փողը հավաքի, մանր-մունր դոնորներ, սա խոշորներն են 18 միլիոն, կոպեկ առ կոպեկ, $5, $1, $10 մամդանի ամբողջ բյուջեն, այսօր նայեցինք, 4 միլիոն է կազմել, սրա 18 միլիոն մենակ նվեր են տվել, չեմ ասում ընդեղ ինչքան ուրիշ փողեր է, ու մարդը հաղթեց, սա գիտեք ինչն է, սա հիմա գանք մեր բանի վրա, որ փողը ամեն ինչ չի որոշվում, փողը շատ հզոր զենք է, ռեկլամը շատ հզոր զենք է, գաղափարը, եթե իհարկե ժողովուրդ կա, ջարդու փշուրարեց ամեն ինչ, առանց մեծ ֆոնդերի, հիմա սա ոնց կկառավարի, ինչ արդյունքներ ցույց կտա, սա ժամանակը ցույց կտա, բայց որ արդեն Թրամփի լացը գալիս է միջև Նյու Յորք ձենից լսում եմ, ոչ միայն ամբողջ հանրապետական սենատորների, սպառնում են Նյու Յորքցիներին հարկերով, որ փողերից կկտրեն, ֆոնդերից կկտրեն, մնում է պատերազմ հայտարարեն, մնում է Վաշինգտոնը պատերազմ հայտարարի, բայց ես ասեմ, Նյու Յորքը, ես որ ասում եմ, սա զրկվելու է, Թրամփը զրկվել, այսինքն հրեաներն են զրկվելու, այստեղ պարտվեց հրեական լոբին, սա ամենամեծ, ավելի մեծ պատերազմ էր, քան Իրանում պարտվելը, քան Պաղեստինում պարտվելը, Նյու Յորքում պարտվեց հրեական լոբին, ասում աշխարհը փոխվում է, աշխարհը փոխվում է, ու ստեղ առաջինն է, սա ինչ հետևանքների կբերի, մինչև մարտ, ապրիլ կերևա, որովհետև հունվարի 1-ից ինքը սկսել է քաղաքապետի իր գործունեությունը, հունվարի 1-ով, մինչև մարտ, ապրիլ էս ամեն ինչը արդյունքները արագ կերևա, բայց արդեն որ մարդիկ փոխվում են, մարդիկ հասկանում են ինչա կատարվում, ընտրում են մեկին, միակին, որ ասեց ես չեմ գնալու պաչեմ այդ պատը, որովհետև սրանք հանցագործ են, ցեղասպան են, ես մնալու եմ Նյու Յորք, ու ես հրեաների նաև քաղաքապետն եմ, մամալ բոլորն են իմը, սա փաստ է, սա մեզ էլ ավերաբերվում, որովհետև ինձ ասում են, սա փողերն իրանցնա, նախկին ներկաներինը, մեծեն իրանցնա, փողերն իրանցնա, ամեն իշխանությունից, մենք ինչ ենք անելու, չէ, մենք ենք ընտրողը, դու գնա քո գործը արա, ցանկացած ընտրող, դու գնա քո քաղաքացիական պարտքերը, ոչ մենակ ընտրելով, հələ կողքիներիդ էլ դաստիարակելով, կողքիներիդ էլ լուսավորելով, սենց է լինում, դու գնա քո գործն արա, այն ժամանակ ասա, եղավ, թե չեղավ, իսկ օրինակի վրա հիմա ես ասում, եղավ, սա լավ կազդի քաղաքի վրա, թե վատ կազդի քաղաքի վրա, ժամանակը ցույց կտա, ժամանակը, թե ինքը այսքան բան որ խոստացել է, ինքը այդ ռեսուրսը ունի, պատկերացնում է ինչ անելու, թե չի անելու, բայց որ սենց 50%, 51% քվեարկողների գնացին իրանք ձեն տվեցին, նդեր 2 ուժեղ հանրապետական ջարդուխուր դեղան, սա արդեն ցուցանիշ է, իմ համար որ կարևոր ցուցանիշ է, ես այսօր ինչ ասես արդեն կարդացել եմ, որ կոմունիստներն եկան իշխանության, ուրեմն ժողովուրդ ջան, սոցիալիստն ու կոմունիստները դրանք տարբեր բաներ են, դրանք տարբեր բաներ են, ամբողջ սկանդինավյան իշխանությունները դրանք սոցիալիստական իշխանություններ են, հիմա հարցնում, դե կոմունիստներն են, եւ որ ասում են, բաներ, LGTB-յուն, այս գալուբոյներն ու լեսբիյանքերի իշխանություն դարձավ Նյու Յորքը, մի հատ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, դուք Նյու Յորքի գեյ պարադները տեսել եք, Նյու Յորքում պրոբլեմը երբեք չի եղել, ամեն տարի իրանք օրն ունեն, պարադի նույնիսկ, իրանք թաղերն ունեն, բարերն ունեն, դիսկացիա, իրանք ամեն ինչներ ունեն, դրոշներով ամեն ինչ կա, ու որ հիմնարկ մտնում ես, որ օֆիս մտնում ես, հենց իրանք էլ քեզ դիմավորում են, Նյու Յորքը այդ խնդիրը չունի տեղ, այդպես հարց չկա, որ ասում են, կան գրավեցին, լավ էլի, ֆաշիստները, ինչ ֆաշիստ, այս տղեն 18 թվականին նոր քաղաքացի է դարձել, ինքը էմիգրանտի զավակը, որի հայրը քաղ հալածել է եղել,
Քաղաքական այլ է հայերը։ Իրան էլ որ խոսում ես, լսում ես, զգացում ես քաղաքականապես շատ գրագետ մարդ է։ Նույնիսկ եմ ասում, տեսնենք կառավարումը ինչ կտա։ Բայց սա ամբողջ սիոնիզմի ջախջախումներ հենց աշխարհի ֆինանսական կենտրոնում։ Որ ամբողջ իրանցն է։ Ամբողջը Wall Street, Bloomberg, բան, ամեն ինչ իրանցն է։ Ոստեղ իրանք պարտվեցին։ Սա նաև 26 թվականի Թրամփի պարտությունն է, որտեղ արդեն այս տարածքում Նյու Ջերսի ներքև գալիս են նոր ասեց այդ նահանգը Կարոլինա, Նոր Կարոլայն, Նյու Յորք, բոլոր տեղերը պարտվել են հանրապետականները։ Բոլոր տեղերը, որտեղ ընտրությունն է լինում, պարտվում է, սա նաև 26 թվականի պարտությունն է, արդեն կանխորոշված Թրամփի համար։ Արդեն կանխորոշված։ Դա մանեմ ասում մեկը եթե կա դեռ Թրամփի վրա հույս է դրել, ես չգիտեմ իրան ինչ ասեմ։ Իսկ այսօր ես անակնկալ եմ իմ համար ամենա թրամփական, բայց ռուսախոս, բայց հանրապետական սենատորը կարծեմ։ Նաև ռուսախոս։ Իր արդյունքից անգլերենի նայեմ։ Ինքը ցեխը մցրեց Թրամփին բացահայտելով իր ֆինանսական հանցագործությունները։ Ասես նայեք 10 ամիս է ինքը բանա պրեզիդենտա Ամերիկան կորցրել է տրիլիոններ տնտեսության մեջ։ Թրամփի ընտանիքի բիզնեսը, եթե անցած տարի ուներ 50 միլիոնի եկամուտ, այս տարի արդեն ապահովել է ուշադիր 846 միլիոն դոլարի եկամուտ։ Ու սկսեց բացատրել, որ ինչա։ Ինչեր են անում այս տակ մարքետի վրա, ինչ կապ, ինչ մախինացիաներ մետան։ Մարդը ասում է, որ հանրապետական սենատորը, բայց հրեա է, ռուսախոս հրեա է։ Ինքը միջև այս 1-3 ամիս ես իրեն չէի լսել, շատ Թրամփիստ տիպ էր։ Այսօր ես ապշեցի ուղղակի։ Այսօր մենք գործ ունենք հանցագործի հետ։ Այս թվերը որ նշման էր անում, ներկայացնում էր։ Հա, այս բանը խարդախ մեխանիզմը որ Թրամփը մեջն է։ Բայց որտես չի կարա մարդ, եթե նույնիսկ կարողացել է կազինո տակ տա, չի կարա մի անգամից 50 միլիոնից 846 միլիոն սենց թռիչ կլի։ Եթե ինքը չի օգտագործել իր դիրքը, դա բացառվում է, դա կոռուպցիա է, հենց դա կոռուպցիա է։ Եվ բոլոր թերթերն անդրադարձել են սրա ռեակցիային Նյու Յորքի ընտրությունների վերաբերյալ։ Սա իր nightmare ոնց կլինի։ Վատ երազներ։ Վատագույն երազը, որ sense բան կարող է լինել։ Նյու Յորք ամեն դեպքում ֆինանսական կենտրոնն է։ Եթե Վաշինգտոնը քաղաքական կենտրոնն է, ֆինանսականը Նյու Յորքն է։ Եվ զրկվելով ֆինանսական կենտրոնի մեծ անվերապահ աջակցությանը Վաշինգտոնը ստիպված է լինելու անպայման ինչ-որ մի բան փոխել իր քաղաքականության մեջ, մասնավորապես Իսրայելի նկատմամբ։ Ես իհարկե չեմ հավատում, որ հրեաները sense շուտ հանձնվելու են բացարձակապես, բայց իսմա Վաշինգտոնում հասկացան արդեն, որ իրանք կորցրել են կոնտրոլը, կորցրել են խաբելու բոլոր մեխանիզմները, փողը չի օգնում, մեդիաները չեն օգնում, ոչ մի բան չի օգնում արդեն։ Ոչ մի բան, իրանք կորցրել էին բոլոր լծակները, մասնավորապես Եվրոպայում, ես որ մերժում են նրաների բոլոր տեղերը, բացի դեռ Գերմանիայից, իրանք հասկացան, որ կորցրել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ վստահ եմ, որ Վաշինգտոնում դա շատ լավ հասկացել են արդեն։ Մենք արդեն շատ խոսացինք սա մասին, ես ուզում եմ վերադառնալ Հայաստան, այդ լսենք։ Նորից խոսեք ինչ է կատարվում։ Ես բոլորից սպայի տնօրենն եմ։ Այս սրճարանը 95 թվականից է։ Երեք քաղաքապետը որոշում է կայացրել, այսօր ուղարկել է քանդելու։ Ոչ զգուշացրել են, ոչ մի բան չեն արել։
Եթե գույքը դրեցին հավասարացրեցին զրույց, սենց անօրինականություն բардակ վիճակ ոնց կարելի է։ Բայց եթե անօրինական գույքը քանդում են, թող այն գույքն էլ քանդեն, անօրինական է։ Իվարովինն անօրինական է, այն վերևը։ Բախի չեն քանդում, ազգային ժողովից կվիշում են, այն վերևը, այն Հայկ Սարգսյանի հետ վիճաբանում էր ազգային ժողովի նախագահան, որ բանա ուզում էին հարկերը բարձրացնել, վեճ են ընկել ՔՊ-ի մեջ, բանօրինական է, թող կան քանդեն։ Ինչի՞ սա քանդեցին մենակ։ Սա անօրինական չի, մենք վկայական ունեինք, թղթերն էլ հիմա դատական Իսկ ինչ դատական process է։ Անօրինական չի, թղթեր ունեին, հարկեր էին մուծել մարդիկ հողի հակ, բիզնեսի հակ կամ ինչ մուծել են, երեքան քանդեցին հարգելիներս։ Ես իհարկե ափսոսում եմ, որ դուք ես վիճակում եք, բայց ոսկեպանում եւ բաղանիսում ապրողներն էլ իրենց տան վկայականներն ունեին, տանն էլ ապրում էին, տուն, դա սրճարան չէր, տուն էր։ Մի օր եկան, ասեցին, սա ձեր է չի արդեն, Նիկոլո խոսք ա տվյալևին, ճանապարհն էլ ձեր է չի, տունն էլ ձեր է չի, գերեզմանն էլ ձեր չի, այ հորոտ գերեզման արդեն քոնը չի։ Ես չեմ ուզում տիկնոջը ոչ մի բան ասեմ, ոչ էլ ամուսնում, ես չգիտեմ իրանք ով են, բայց ես ընդհանուր ասեմ ավելի ճիշտ է, որ անձնական չնչի, որ մտածեք մեկի նկատմամբ ասա ուղղված։ Եթե Երևանում նորից կրկնեմ, կա մեկը, որը մտածում է, որ եթե ծայրից ծայր ամեն ինչ ֆեյք ու անօրինական է, ֆեյք ու անօրինական, կոռուպցիա բարի վատ իմաստով, չնայած դա լավ իմաստը չկա, բայց ասենք այն կարգի կոռուպցիա է, որ կոռուպցիայի մեջ էլ է կոռուպցիա, ասենց ասեմ, որ ոչ մի բան չկա, հա, ձեր տունն էլ կարան ձեզանից խլեն տանեն, դուք նույնիսկ դրա համար չեք կարող բողոքել, ինչպես եկեղեցին գրավեցին, զամբողները փոխեցին, տերերը չեն թողում մտնին դեղ։ Ասեցի, չէ։ Եթե Հայաստանում մեկը կա, որ այսօր բիզնես ունի, գլուխը կախ, ստացում է, սուս մնամ, սրանց ծառայեմ, ու լավ ալնելու։ Խնդրեմ, չի լինելու լավ։ Բացառում։ Հնարավոր չի փոթորկի ժամանակ ապահով տեղ գտնել, ջրհեղեղի ժամանակ չոր տեղ գտնել։ Ինքնախապեյություն է, և մենակ ինքնախապեյություն չի, նաև դավաճանություն է։ Դավաճանություն է նրանց նկատմամբ, ովքեր ջրհեղեղի ժամանակ ջուրը իրանց ունեցվածքը տանում։ Եվ դուք մտածում եք, ոչինչ, թող իրանը տանի։ Ոչինչ։ Կարևոր իմ բան չավ։ Մենք սես չեն կարող ապրել։ Հայ մարդը սես չի ապրել երբևէ։ Հիշում եք Երևանդոցյանի ընկեր Փանջունին, կարդացեք, նա ֆիլմն էլ կա, այդքան լավը չի, բայց այդ ինչի մասին էր, որ հայ մարդը այդպես չի ապրել։ Բոլշևիկներն ընկան մեջտեղ, ընկել էին մեջտեղ, իրանց այդ, ինչ ասեմ, այդ հիմար գաղափարախոսությամբ ուզում են մարդկանց թշնամասնեին իրար, խանգարեին, քանդեին, ձևավորված համայնքի կյանքը, որտեղ ամեն մեկը իր պատասխանատվությունն ուներ։ Որ այդ համապարփակ այս պատասխանատվության շրջանակներում կարողանում էին իրականացնել գյուղի կառավարումը, գյուղն էլ եկեղեցի, դպրոց էին սարքում, ոչ մեկ սոված չէր, նույնիսկ անբաններին էին գցում են դեմները, որ սոված չմնար։ Բայց տականքը եկավ բոլշևիկները, այդ անբանների ձեռքով սկսեց քանդել այդ ամեն ինչը։ Ինչ եմ ուզում ասեմ, հայ մարդը իր տրադիցիոն ինքը տես չի եղել, որ իմ տունը եթե լավ է, գրողին թե մեկը սոված չի, այդպես չենք ապրել մենք։ Նայենք մենք, որ ամեն ինչ արեցին, որ քանդեն։ Հիմա եթե մենք այս դասերը չենք խաղում եւ չենք կարող ասել ինքներս մեկ, արա ես ոնց կարող եմ տանը հանգիստ նստել, երբ որ գիտեմ ամեն ինչ լավ չի։ Ես ոնց կարող եմ ինձ երջանիկ զգալ, երբ որ կողքերը սուք է։ Մենք դա չենք, կամ կվերադառնանք մեր տեսակին ու կհասկանանք, որ չկա իմ ու քո պրոբլեմ։ Եթե այսօր քո բանը կաֆեն են, սրճարանն են քանդել, վաղ իմ խանութն էլ կարող են քանդել, վաղ իմ ռեստորանն էլ կարող են քանդել, վաղ իմ փոքրիկ արտադրությունն էլ կարող են քանդել, եւ ես էլ քո նման էլ բողոքելու տեղ չեմ ունենալու։ Սա դժվար բան է գիտակցել։
Իսկ եթե ուզում եք սենց չլինի, մենք պետք է սրանց ասենք ոչ։ Եթե ունակ ենք այս պարզ մեխանիզմը հասկանալու եւ ասել ոչ, նշանակում է ապագա կունենանք, եթե չէ, ինչ ասեմ։ Ես վստահ եմ մի քիչ, որ թողեք ես հավատամ էլի դրան։ Եվ թողեք հավատամ, որ մենք կարող ենք ոչ ասել սրանց։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։